Ծայրահեղ աղքատները Հայաստանի Հանրապետությունում բնակչության մոտավորապես 0.6%-ն է կազմում։ Այդ մարդիկ օրական 600 դրամ ունեցող մարդիկ են։ Հիմա կասեք ո՞նց, բայց դա թոշակայից քիչ է, դա չի նշանակում թոշակային տարիքի մարդիկ են։ Դրանք երիտասարդներ են, ովքեր որ մի կոպիտ ասեմ, չէ, հիվանդ չեն, աշխատող չեն, հնարավորություն չունեն, պարտքերի մեջ են, տարատեսակ կյանքի հարվածներ են ստացել, չէ, ու դուրս են եկել այդ ակտիվ, ընդհանրիկ ամեն ինչով զբաղվելուց, սովորելուց, աշխատելուց, ընդհանրիկ թոշակառուներ չկան իրենց մեջ։ Այդ ասում կարող է իրապես չէ լինի թոշակառուներ, որտեղ թոշակառուները գոնե 36,000 դրամ, գոնե 36,000 նվազագույն թոշակը ստանալու են, բայց մենք խնդիր ունենք այդ մարդկանց զգալի մասը ամուսնացած է, ունեն ընտանիք ու սովամահության եզրին այդ մարդիկ կարելի ասել գոյությունը մի կերպ յոլա են տանում կամ կոպիտ չասեմ էլի քաշ են տալիս, բայց խնդիրը գիտեք որն է, պետությունը առանձին երկրներում այդ թեմային այլ կերպ է վերաբերվում։ Այդ մարդկանց առաջին հերթին պարանի որոշակի նեցուկի խնդիր է պետություն լուծում, հիմնականում դրանք գյուղական վայրերում են այդ մարդիկ էլ ապրում, նրանց տալիս են այց կամ կով են տալի եւ նրանց խորհուրդ են տալիս առանձին ծրագրեր կան հաջողված, օրինակ Եթովպիայում են այդ ծրագիրը արել, Մեքսիկայում են արել, այս մարդիկ գոնե մի բան ունենում են պարեն օգտագործող, ունենում են սեփական արտադրության սնունդ, հա, այդպես։ Սեփական պարեն պանիր են ստանում դրան, պանիր են ստանում, կարակ են ստանում, ինչ որ մի նեցուկ է։ Այս մարդկանց մենք պիտի այս հարցը կարգավորենք, դա ամոթ է, հասկանալ է, որ կան նաև մարդիկ, ովքեր դիտավորություն չասեմ, բայց այդ վիճակի մեջ հայտնվել իրենց մեղքով կամ օգնության դեպքում, եթե փող տանք, չէ, եթե փող տանք, փողը նույն պահին տանելու են, ինչ որ նիսայի տետրերի մեջի պարտքեր փակեն։ Խնդիրը նա է, որ մարդկանց պիտի աշխատանք տանք, իսկ ինչ վերաբերում է ընդհանուր աղքատությանը եւ այդ վիճակական վարություն կոչված այդ ամենավատ կառույցներից մեկն է։ Հիմա այնտեղ նոր մեթոդոլոգիա են փոխել, որ հաշվարկեն այդ աղքատությանը, նախկինում գործողով մոտապես 23.7 էր, հիմա ինչ որ 21.7 դարձավ, 3%-ով իբր թե աղքատություն։ Սա պարզապես այդ հաշվարկների մեքենայնություն է եւ մեթոդոլոգիայի փոփոխությունները, նորից ասեմ ինչի համար են, ամեն մեկը ցանկանում է իր աշխատանքի վայրում մի ծառայություն մատուցի այս վարչախմբին, որ իրենց պետքականության մասին նրանց մոտ ունենան դրական ձևավորված կարծիք, սա է խնդիրը, բայց նույնիսկ այդ 21.7%-անոց աղքատությունը դա մեզ հուշում է, որ ամեն 5-րդ մարդ աղքատ է։ Հիմա ամեն 5-րդ մարդը աղքատ է, չէ, նորից առաջանում է այստեղ խնդիր։ Այդ ո՞նց եք դուք ապրում։ Ոնց է այդ կերը, կերակուրը կուլ գնում, երբ որ դուք գիտեք, որ դուք ստանում եք 7 միլիոն, 9 միլիոն, սրանք ընդորում այսբերգի գագաթն են, ես ձեզ ասեմ, իրանք սենց են անում, չէ, ես էլ սենց եմ, սա այսբերգի գագաթն է, մենք ամբողջ ինվորմացիային չենք տիրապետում, տարվա ընթացքում ինչ ծրագրերի դիմաց ինչ փող են ստացել, էսրա դիմաց ինչ են ստացել, մենք դրանց գործողումների թվերի մասին չենք բանում, մենք չգիտենք սրանք գործողման գնալու ժամանակ որտեղ են բնակվում, մենք չգիտենք այս գործողման ժամանակ ճաշկերույթների, նախաճաշերի, ես միջեր համար ինչպիսի գումարներ են իրենք ընդհանուր պետությունից ստանում, մենք չգիտենք սրանց գործողումների ընթացքում ստացած նվերները արդյոք ամբողջովին գալիս են ընդհանուր դրանց նկատմամբ իրականացում է որոշակի հաշվառում կամ նրանք հանձնում են պետական գանձարան, մենք չգիտենք դրանց մասին, այս այսբերգի, այս վերջի մեկ ամսվա այդ Բարդուղիմեոսյան ֆինանսական գիշերը, որ այդ ստորագրեցին այդ 3 միլիարդը ստացան, սա ընդամենը այսբերգի գագաթն է։ Բնականաբար այդ գումարները ահռելի են։ Այդ 100 հոգի միայն այդ ազգային ժողով որ գնում է իբր թե պատտվում է այս երկիր, այն երկիր, այս երկիր, այն երկիր, դրանց աշխատանքի արդյունքը զրոյական է։